Так, VIP ակցիայի հետ կապված ամենաշատ հարցերն են ինձ լինում, մեր աղջիկները շատ-շատերը VIP են պահում, և ինչու է VIP ակցիան այդքան կարևոր, ես VIP ակցիան պահում եմ արդեն, ես առաջի 6 ամիսը, որ բիզնեսում եմ եղել, չեմ պահել VIP ակցիան, դրանից հետո իմ մոտ 6 ամիս հետո ես արդեն VIP եմ, մինչև այսօր VIP եմ, 100 բալից մի բալ պակաս չեմ արել, որտեղ VIP-ի առավելությունները շատ-շատ են։ Ես ասեմ, ինչ եմ ես VIP ակցիան պահել, և հետո եմ հասկացել, թե դա ինչքան լավ ակցիա է, երբ որ ես նոր տեսակ ճանապարհորդության համար, ճանապարհորդության մասնակցող մարդիկ, ճանապարհորդության համար նախատեսված գոյություն ունի 100 բալ, այսինքն ով ուզում է գնա ճանապարհորդության, ինքը պետք է մտածի 100 բալի մասին, և այտենց պահ եղավ, որ ես արդեն 3000 բալ էի անում ու կարող էի ֆիրմայից ճանապարհորդություն նվեր ստանալ և որոշեցի, որ ես էլ եմ VIP անում, պետք է VIP անեմ, որ ես է ճանապարհորդություն ստանամ, այդ ժամանակ պետք է գնայինք Ինդոնեզիա Բալի կղզի։ Ես Ինդոնեզիայի այդ ճանապարհորդության համար սկսեցի անել 100 բալ։ Եվ անկեղծ ասած չգիտեի VIP-ի առավելությունները, մեկ էլ ոնց որ սկսում եմ VIP ստատուս անել, մեկ էլ մի օր մտնում եմ ակցիաների մեջ, տեսնեմ գրած է VIP, կատալոգի ակցիա, նայում եմ մեջը 70% սեղ չա, նայում եմ ես ինչ բանը նվեր ա VIP-երին և այլն, զարմացել եմ, ասում ես ինչ է այս VIP, ոստեղ թազա ակցիա, բան, նաստակնիկս ասում է հագն է, որտև դու արդեն VIP ես, ասում եմ, այս ինչ է այդ ակցիայի, ես գիտես մենակ ճանապարհորդություն եմ նվեր ստանալու, բայց դու մի հասա VIP ակցիան դարձավ իմ համար ճակատագրական, դրանից հետո ես միշտ պահել եմ, որովհետև VIP ակցիայի առավելությունները շատ-շատ են, հիմա ձեզ կպատմեմ։ Այսինքն VIP ակցիային մասնակցելու համար պետք է միշտ անել 100։ Երբ որ դու անում ես 100 բան, դու կոչվում ես VIP կոնսուլտանտ, չես անում, չես կոչվում, շատ հեշտ է դառնալ VIP կոնսուլտանտ։ Ասեմ ոնց եմ դառել VIP կոնսուլտանտ, կստացի էդ էլ ասեմ, զուտ իմ համար ապրանք առնելով եմ էլի դառել VIP կոնսուլտանտ, ես ուղղակի մտածեցի, որ ես այդ փողը ծախսում եմ ուրիշ խանութներում, կծախսեմ Faberlic-ում և կլինեմ VIP։ Եթե վերցնում ենք, օրինակ, եթե չէի վերցնում հագուստը Faberlic-ի կամ Spas-ը կամ տենց բաներ, օրինակ, կամ վիտամիններ, կարայի օրինակ VIP չանեի, բայց երբ որ արդեն VIP էի անում, ես որոշեցի իմ համար էլի, то есть Spas-ը հագուստը տենց բաներ առնել և VIP-ը սպահել։ Երբ որ սկսեցի ընտանիքի համար հագուստ առնել, VIP-ը ինքն իրան պահվեց երեխեք։ Զուտ հագուստի շնորհիվ դա տեղի ունեցավ, որովհետև առանց հագուստից օգտվելու կամ սպասքից կամ վիտամիններից օգտվելու VIP անելը այնքան էլ հեշտ չի։ Բայց սովորաբար ոնց է, չէ, որ գալիս ենք բիզնես, մի քանի բան Faberlic-ից ենք առնում, մնացած փողերը տանում ուրիշ խանութներում ենք ծախսում։ Ես փոշմանեցի, որ ես դա ավելի շուտ չէի արել VIP-ը, որովհետև հետո սկսվեց VIP-ի մյուս առավելությունները, ու հիմա ես դրանք կասեմ ձեզ, թե այդ ինչ առավելություններ են, որտեղ VIP-ը շատ առավելություններ ունի, մենակ ճանապարհորդության ակցիաները չի երեխեք ջան։ Ուրեմն VIP-ը ունի նաև ստաժ, այսինքն VIP գոյություն ունի VIP 1, եթե դու մեկ անգամ ես անում 100 բալ։ Եվ եթե դու մեկ անգամ ես անում 100 բալ, դու ստանում ես ինչ, դու ստանում ես մասնակցություն Faberlic Drive ծրագրին, դա հատուկ ծրագիր է երեխեք ջան, Faberlic Drive-ը, սա կբացեմ, էդ է ձեզ ցույց կտամ, թե ինչ է Faberlic Drive-ը, դու ստանում ես 50% տնտեսում հաջորդ շրջանի 2 կատալոգների համար, դու ստանում ես 70% տնտեսում սև գնից ընթացիկ կատալոգի մեկ ապրանքի համար, то есть մի ապրանք ես տալիս է 70% զեղչով։ Եվ դու ստանում ես 50% տնտեսում փորձանմուշների համար, բացի Faberlic Home փորձանմուշների հավաքածուից։ Այս VIP մեկն է, եթե դու մեկ անգամ ես VIP անում, այսքան առավելությունը, всё։ Բոլոր առավելությունները պահպանվում են ծրագրում 3 կատալոգ։ 3 կատալոգ, եթե դու չես օգտվում, ինքը ջնջվում է։ Մեկնարկային ծրագիրն էլ է տենց, եթե չգիտեք, եթե դու ունես նվերներ, մեկնարկային ծրագրով, եթե դու 3 կատալոգ չվերցնես, ջնջվում է, VIP-ն էլ է տենց։ Եվ գոյություն ունի VIP 3, այսինքն եթե դու 3 անգամ շարունակ իրար հետևից պահում ես VIP,
Եթե դու 3 հատ 100 իրար կպած կատալոգներ, բաց չես թողնում ոչ մի կատալոգ, այդ դեպքում դու ձեռք ես բերում VIP 3 մակարդակ եւ դու ունենում ես հետեւյալ առավելությունները. մասնակցություն հետաքրքրված գնորդների կոնտակտների բաշխմանը։ Սա ինչ է, հեսա կասեմ, որոնք կթողեն իրենց տվյալները Faberlic.com կայքում։ Հիմա ուզում եմ նոր ասել ձեզ, հիշում եք, որ ես նոր թվում էին պարտներների անունները, իրանց մեջ կային ռուս մարդիկ։ Այդ մարդիկ գրանցվել են իմ անվան տակ ֆիրմայի կողմից, ես չեմ իրենց գրանցել իմ անվան տակ, իրենց գրանցել է ֆիրման։ Ես պրոստը բացում եմ իմ մեյլերը, մեկ էլ տեսնում եմ, որ իմ անվան տակ գրանցվել է ինչ-որ մարդ, որին ես չեմ գրանցել, իրան գրանցել է ֆիրման։ Այսինքն, եթե օրինակ մեկն ու մեկը ուզում է գրանցվի Faberlic-ում, ինքը մտնում է faberlic.com ու սխում է ռեգիստրացիա ու գրանցվում է։ Ապա ինքը չի կարող գրանցվել ֆիրմայի անվան տակ։ Ֆիրման իրան գրանցում է VIP-երի անվան տակ։ Եվ եթե դու VIP ես, դու ստանում ես, սենց ոնց որ ասած, հերթա դրած։ Առաջի գրանցում ես մարդն, հետո երկրորդը սենց, հետո երրորդը սենց, հետո սենց հերթով։ Այսինքն ինչքան VIP կա, եւ ինչքան գրանցում կա, դա հավասարաչափ բաշխվում է VIP-երի մեջ։ Պարզ է։ Բայց մի բան էլ երեխեք։ Ուրեմն ձեր настройկաների մեջ, երբ որ դուք մտնում եք настройկաներ, հեսա ես ձեզ ցույց կտամ լավ, մի վարքյան։ Այստեղ։ Վարքյան, ես ձեզ ցույց կտամ։ Так։ Անձնական տվյալներ, հեսա ես ձեզ էկրանը ցույց կտամ։ Так։ Այստեղ։ Вот транслировать экран. Так, այստեղ ձեր անձնական տվյալներում կա կարգավորումներ, մտնում եք կարգավորումներ, պարտադիր, ես նոր աղջիկա ուզում է գրանցվի, մտնում եք կարգավորումներ և այստեղ տեսեք գրած է, ես ուզում եմ ստանալ պոտենցիալ խորհրդատուների կոնտակտներ միայն VIP խորհրդատուների համար, այս պտիշկան դնում եք, պարզ է երեխեք, չմոռանաք մտնել, դուք հիմա էլ կարաք բոլորդ, ովքեր անում են 100 բալ, մտեք այս պտիշկան դրեք ձեր մոտ, որ ձեր անվան տակ ֆիրման գրանցի, սա նշանակում է, որ դուք թույլ եք տալիս, որ ֆիրման ձեր անվան տակ մարդ գրանցի, դա մենակ VIP-երին է հասանելի, okay? Եվ այդպես, երեխեք ջան, տակ, հիմա տեսնենք, դուք չտեսաք настройкեքը, թե դուք տեսաք настройкեքը, ոնց արեցի, երեխեք տեսաք настройкեքը, ոնց արեցի, Ես տեսակ настройки, ինձ թված ես ցույց եմ տվել, դու մի ասաց ես չեմ տվել, տակ նորից, մի վարքյան, որ ցույց չի տալի երեխեք, ասեք ես իմ էկրանին եմ նայում, ես չեմ տենում ձեր մոտ ինչա ցույց տալի։ Անձնական տվյալներ, այստեղ։ Նայեք։ Так, հիմա այս դեմոնստրացիա եմ անում, որ դուք տեսնեք այդ մասը, եթե չլինի, կասեք, հա։ Так, ուր է настройкան։ Չես չտալու։ Այ հեսա, вот, տրանսլյացիա էկրան։ Հիմա ասեք, տեսնում եք, настройкեքի մեջ եմ ես հիմա։ Հա, հիմա հա։ Ահա, ոնց ենք մտնում настройка, մտնում ենք անձնական տվյալներ, личные данные, Ալյան, եթե ռուսերենով личные данные, որ քո անուն մարդուկի վրա կանգնում ես այդ չանկյունում, ստե բերում է личные данные, անձնական տվյալներ։
Մտնում ես անձնական տվյալներ, ուստեղ կա կարգավորումներ։ Մտնում ես կարգավորումներ եւ այստեղ այս բժիշկան դնում ես, ես ուզում եմ ստանալ պոտենցիալ խորհրդատուների կոնտակտներ, այս բժիշկան տեղադրում ես, այդքան բան, ու սախրանից ես տալիս, պահպանել ես սեղմում։ Okay. Այս պարզա չէ։ Վերադառնանք VIP ակցիային։ Հիմա VIP ակցիան է ձեր մոտ երևում արդեն։ Հա։ Okay, երեխեք չեմ։ Ուրեմն հասկացա, չի թերթ, այ հիմա ոնց որ գնաց մի քիչ առաջ։ Այո, այսինքն հասկանում ենք հիմա, որ VIP-ը դա նաև ստաժ է համարվում։ Այսինքն կախված նրանից, թե դու քանի անգամ VIP ես անում իրար հետևից, այնքան քո ստաժը աճում է, այնքան քո առավելությունները աճում են։ Այ ես դա չգիտեի, ես դա չգիտեի։ Եվ երբ որ դու 3 անգամ իրար հետևից VIP ես անում, դու ստանում ես հնարավորություն առաջինը, որ ֆիրման քո անվտանգ մարդ գրանցի, երկրորդ, դու ստանում ես հավելյալ 10% բոնուս, քո 150 եւ ավել միավոր կատարելու դեպքում։ Այսինքն, եթե դու անում ես, ասենք օրինակ, 600 անձնական բալ ենթադրենք։ То есть 600 քո ինտերնետ խանութն է զարգացրել եւ անձնական 600 միավոր ես անում։ Սրանից անում ես 150, դա կմնում է 450։ Եվ դու այս 450 միավորի համար, բացի քո մեկնարկային բացի քո մարքեթինգ պլանի քեզ հասնող եկամուտներից բացի, մի հատ էլ 10% ծավալային զեղչ ես ստանում։ Այսինքն, մարքեթինգ պլանով քեզ հասնում է 600 բալի դիմաց 9%, անգամ 416 անգամ 9 բաժանած 100-ի, քեզ հասնում է 22,000 դրամ աշխատավարձ, չկերտավոր, այսպես ասենք, եկամուտ, որը ֆիրման քո հաշվին պետք է նստացնի։ Սրան պլյուս դու ստանում ես 450 բալից 10% եկամուտ, անգամ 416, անգամ 10 բաժանած 100 հավասար է 18,000 էլ ստանում ես դրա համար, այսինքն իտոգում քո երկու աշխատավարձը իրար հետ կազմեց պլյուս 22,500 կազմեց 41,000։ Պարզա։ Եվ դա գործում է VIP 3-ից հետո, եթե դու 3 անգամ իրար հետևից VIP ես անում, ապա VIP 3-ից հետո հավելյալ 10% քո եկամուտը ֆիրման ավելացնում է։ Սկսած 150 բալից ամեն միավորի համար 10% ավել բոնուս է տալիս։ Այս այդ բանաձևն է, ոնց որ ես հիմա ձեզ բացատրեցի, հաշվեցի նոր սիրելիներ։ Եվ գոյություն ունի VIP 9, եթե դու 9 կատալոգ, իրար հետևից անում ես VIP 100 9 կատալոգ։ Քո առավելությունները սկսում են շատանալ, այսինքն էլի բան ավելանում։ Դու իհարկե ստանում ես VIP 1, VIP 3 ստաժի արտոնությունները, որոնք որ դու ունես, դրանք պահպանվում են, պլյուս հնարավորություն պատվիրել հաջորդ կատալոգի նորույթները վաճառքները սկսելուց 2 շաբաթ առաջ կարմիր գնով ոչ ավել, քան 50 հատ, 1 գրանցման համարով։ Սա ինչ է։ Սա այն է, որ դու կարողանում ես նավինկեքը նորությունները պատվիրել 1, գիտեք, նորությունները դուք օրինակ հիմա տեսակ այսօր, չէ, բայց VIP-երը, ովքեր VIP 9 եւ ավել են, նորությունները իրանք տեսնում են կատալոգը սկսելուց 2 շաբաթ առաջ, օրինակ իմ մոտ ցույց է տալիս։ То есть հələ կատալոգը չի սկսել, բայց ես արդեն նորությունները կարողանում եմ պատվիրել իմ VIP-ով։ Եվ նաև կարողանում եմ օգտվել հաջորդ կատալոգի
Հա, էսի նորություններն է, ճիշտ է։ Հա, վсё։ Այստեղ է դա։ Հաջորդ կատալոգի ակցիաներից էլ օգտվելու հնարավորություն կա վիպով, բայց դա եւս դե չի ուրիշ տեղ։ Так, հիմա գոյություն ունի VIP 18, եթե դու 18 պերիոդ շարունակ անում ես VIP։ Ինչ ես ունենում։ Ունենում ես VIP 1, VIP 3 եւ VIP 9 մակարդակների արտոնությունները, դրան գումարվում է 70% տնտեսում ընթացիկ կատալոգի մեկ ապրանքի համար սև գնից։ Եվ յուրաքանչյուր շրջանում կատալոգի գործելուց 6 օր առաջ VIP 18 մակարդակի խորհրդատուների համար հասանելի կդառնան հաջորդ շրջանի գները եւ պրոմո ակցիաները։ Այսինքն, կատալոգի սկսելուց 6 օր առաջ իմ մոտ իմ կաբինետում ցույց է տալիս հաջորդ պերիոդի ակցիաները եւ գները նույնպես։ Այսինքն ես կարողանում եմ մի կատալոգի ընթացքում որպես VIP օգտվել եւ այս կատալոգի գներից ու ակցիաներից եւ մյուս կատալոգի գներից ու ակցիաներից։ Պատկերացնում եք ինչ առավելություն է։ Դուք շատ լավ գիտեք, որ մեր ֆիրմայում կատալոգից կատալոգ գներն ու ակցիաները անդադ փոխվում են, չէ՞։ Եվ ստացվում է, որ VIP-ը կարողանում է երկու կատալոգի գներից ու ակցիաներից օգտվել եւ դա 6 օր առաջ բացվում է։ Իմ համար օրինակ բաց է այդ ֆունկցիան, հաճախ օգտագործում եմ։ Տեսնում եմ մյուս կատալոգի ինչ լավ ակցիա կա, ինձ հիմա է պետք է օգտագործել, հիմա օգտագործում եմ, չեմ սպասում մյուս կատալոգը գա։ Այդպես, այսինքն էս էլ է առավելություն։ VIP 18 մակարդակին հասնելու դեպքում խորհրդատուին շնորհվում է տարբերանշան եւ հնարավորություն է տրվում ընտրել պատվերի գրանցման ժամանակ։ Սենց նշան, այսօր ես չաթում մի հատ նկար էի դրել, որտեղ ես ու աղբերս էինք այդ նկարի մեջ եւ իմ պիջակի վրա այսենց նշան կար, VIP-ի նշանները, որը ես Faberlic-ից էի ստացել, իմ ամենասիրած նշանն է։ Եթե թողել եմ մեր Երևանի տանը, ճիշտ ասած, այդ նշանն էր իմ պիջակի վրա կպցրած, ոսկեջուր նշանը բայց շատ սիրուն է, Faberlic VIP, եւ այդ նշանն է նվեր ստանում ֆիրմայի կողմից, ինքը շատ սիրուն աքսեսուար է, քո ֆիրմայի ներկայացուցչական նշանն է, որը կարծում շփթաջել է։ Եվ գոյություն ունի VIP 50 ստաժ, այսինքն եթե դու 50 անգամ ես անում VIP, եւ 50 շրջան իրար հետևից կատարում ես 100 բալ, դու օգտվում ես սաղ առավելություններից եւ դու օգտվում ես մի հատ էլ 70%-ից, այսինքն դու ունեիր մի հատ 70, մի հատ էլ 70% ավելացավ։ Քեզ, այսինքն դու ունենում ես 2 հատ 70% զեղչ։ Ես օրինակ ունեմ, ես ստացվում է որ ամեն կատալոգ ունեմ like Faberlic մի հատ 70 եւ 2 հատ էլ VIP-ով ունեմ 70% զեղչի։ Տուգում ես 3 հատ ապրանք ու հիմնական ամենաթանկ ապրանքներ ասենք, կարալնի օծանելիք, վիտամիններ, ես դրանք վերցնում եմ 70% զեղչով, 3 ապրանք ես վերցնում 70%։ VIP 100, եթե դու VIP 100-ը կոչվում է ոսկի, դու կոչվում ես VIP ոսկի։ Եթե դու 100 շրջան շարունակ անում ես 100 բալ, դու ունենում ես սաղ են, որ միջև հիմա նշեցի այդ առավելությունները, պլյուս դու ունենում ես մեկ հատ տնտեսում հագուստի, ներքնազգեստի ու կոշիկների բաժնից։ Պատկերացնում եք, ես օրինակ հիմա կարամ մտնեմ եւ այն կոշիկները, որոնք հիմա 18000 էին, դա պատվիրեմ օրինակ 9000-ով կամ 8000-ով։ Եվ ես տենց էլ անում եմ, ես միշտ եւ վերցնում եմ ներքնազգեստ կամ կոշիկ բանով 70% զեղչով միշտ վերցնում եմ։ Անցած կատալոգել եմ վերցրել, ով օգտվում եմ։ Այսինքն ստացվում է դու անում ես VIP, բայց դու տեսեք ինչքան փող ես խնայում։ Իտոգում քո VIP-ի փողը դու երբ որ ստաժ ես անում, իտոգում դու քո VIP-ի փողը հանում ես այս ակցիաներով։ Պատկերացրեցիք երեխեք ոնց է գործում ամեն ինչ։ Ինչքան ստաժը մեծ է, այնքան առավելությունները բարձր են։ Եվ VIP 150 սուտակ, ես էսել եմ անցել արդեն, եւ ես ունեմ մի հատ էլ 70% զեղչ հագուստի ներքնազգեստի վրա։
Այսինքն ես ունեմ երկու հագուստի եւ ներքնազգեստի զղջ։ Այսինքն ունեմ այդ սաղ ինչ որ ունեի, պլյուս մի հատ էլ է, երբ որ դու անում ես 150 վիպ, դու մի հատ էլ ես ունենում 70% զեղջ եւ գոյություն ունի վիպ 200 ադամանտ։ Ես ոնց որ թե շուտով սրան պետք է հասնեմ, այս ստատուսին պետք է հասնեմ։ Այս դեպքում դու ստանում ես բոլոր առավելությունները վիպի, որ նշեցի, եւ նաեւ ստանում ես ձեռքի բացառիկ ժամացույց, ոսկեջրած, հատուկ Faberlic-ի լոգոյով, որակով, շատ սիրուն, ես տեսել եմ այդ ժամացույցը, դուք եք արագ ինտերնետում նայեք, եւ հույսով, որ ես շուտով այդ ժամացույցն նվեր կստանամ։ Այդպես երեխեք ջան, եւ ձեր մոտ, ձեր անձնական կաբինետում, ձեր VIP ստաժը նշվում է, ձեզ ցույց է տալի ֆիրման, այդ ամեն ինչը։ Հիմա, քանի որ այս ամեն ինչը մենք ուսումնասիրեցինք միասին, ես մի հատ էլ այս VIP ծրագիրը սկրինի ձևով, ես իհարկե զապիս եմ արել մեր այսօրվա ուսուցումը VIP-ի հետ կապված, որ ձեզ մի հատ տրամադրեմ, դուք մի հատ էլ ուսումնասիրեք, բայց այս VIP առավելությունները ես հիմա մի հատ էսենց կապիրովից կանեմ ու կդնեմ մեր WhatsApp-ի գրուպայում, սիրելիներ։ Որպեսզի դուք ուսումնասիրեք, սա էլ մեր VIP ակցիան։ Так. Ինչ հարցեր առաջացավ երեխեք ջան VIP-ի հետ կապված, ով ունի հարց խնդրեմ։ Չնայած մի վարքյան, սպասեք։ Հա, մի վարքյան։ Սպասեք։ Սաղ չվերջացրեցինք, ես ես խոստացա Drive ծրագրին ծանոթացնել, մի րոպե։ Սրանով չի վերջանում VIP-ի առավելությունները։ Սրանով սկսում է, սպասեք, հեսա կտակ հարցերը։ Так. Ովքեր որ անում են 100 բալ, հենց առաջի կատալոգից մասնակցում են Faberlic Drive ծրագրին։ Հիմա կբացեմ Faberlic Drive-ը։ Так, ու ձեզ դիմոնստրացիա էլ կանեմ, մի րոպե ինձ տվեք բացեմ ու ձեզ դիմոնստրացիա անեմ Drive Faberlic։ Так, հիմա այս դիմոնստրացիա անեմ։ Прекратить եւ демонстрировать, транслировать։ Հիմա տեսնում եք Drive-ը, ճիշտ է։ Այո։ Ես մտա հիմա իմ Drive-ի կաբինետը եւ այստեղ գոյություն ունեն հատուկ ակցիաներ եւ հատուկ խաղարկություններ Drive-ի մասնակիցների համար։ Այսինքն, ովքեր որ 100 բալ են անում, իրանք Faberlic Drive ծրագրում մասնակցում են նոր ակցիաների ու նոր խաղարկությունների։ Եթե ձեզ հետաքրքիր է, ապա ասեմ, որ ամեն պերիոդ կա խաղարկություն։ Օրինակ, розыгрыш призов по итогам 11-го периода сезона։ Չէ, կներեք սխալ ասացի, ոչ թե ամեն պերիոդ, այլ ամեն սեզոն։ Եվ սեզոնը սովորաբար տևում է 5 կատալոգ կարծեմ։ То есть ամեն 4-5 կատալոգը մեկ սեզոն է փոխվում եւ այդ սեզոնը ունենում է իր розыгрыш-ը, իր խաղարկությունը։ Եվ որպեսզի դուք տեսնեք, վերջին խաղարկությունը եղել է 600,000 ռուբլի на обновление кухни, որ քեզ խոհանոցը թարմացնես։ То есть մի հատ պրիզ 600,000 ռուբլի է եղել, մի հատ պրիզ եղել է 100,000 ռուբլի, ես որ ասում եմ ռուբլի, սրանք բազմապատկում ենք դրամով, 6 դրամով։ 100,000 ռուբլի 5 հոգու, 50,000 ռուբլի 5 հոգի է ստացել, 10,000 ռուբլի 10 հոգի է ստացել եւ подарок из ассортимента каждому участнику бросу. Так չի բացում էստեղ։ Ստեղ մի հատ էլ բան կար, դա չի բացում։ Ափսոս։ Եվ օրինակ այս մյուս սեզոնում եղել է, տեսեք,
multipower, պիլասոս, կոմպլեկտ постельного белья 500 հատ, անկողնու պարագա 300 հատ, ավաշիրեսկա 100 հատ, մի խոսքով, մեծ խաղարկություններ։ Եվ բացի դրանից գոյություն ունի հատուկ դրայվի ակցիաներ։ Так, моя страница. Էս իմ էջն է, որտեղ դու տեսնում ես, թե դու ինչերի ես մասնակցում, ինչ ռեյտինգների ես, ինչ ռեյտինգների մեջ ես դու։ Դու սենց ռեյտինգ ես ունենում հատուկ, անկեղծ ասած շատ լավ չեմ տիրապետում այս ամենին, որովհետև շատ ժամանակ չեմ հատկացնում այստեղ շուշուտ նայելու։ Եվ այստեղ ունեմ ես 8 հատ նագրադա, ինչ նագրադաներ են սրանք, որ ես ֆիրմայի կողմից ստացել եմ։ Ես մասնակցում եմ կլուբ միլիոներով, որտեղ ես կլուբ միլիոներովի անդամ եմ։ Վլադելец պունկտը վիդեչի, քանի որ ես իմ օֆիսն եմ ունեցել այդ բանն եմ նագրադան եմ ստացել победитель розыгрыша 4-го сезона, այստեղ ես ինչ-որ բան եմ շահել, անկեղծ ասած չհարցնեք, ես արդեն չեմ հիշում, Թուրքիայի ճանապարհորդություն եմ նվեր ստացել, Իտալիայի ճանապարհորդություն եմ նվեր ստացել, Ինդոնեզիայի ճանապարհորդություն եմ ստացել, այստեղ Pervi Drive եմ ստացել, այստեղ Drive-ին եմ մասնակցել, այս իմ դաստիժենյաններն են։ Так, տենց Новости. Տեսնենք ինչ նովոստիներ կան։ Հա։ Սրանք են։ Եվ հաճախ ինձ տալիս է հատուկ ակցիաներ, որոնք ես մասնակցում եմ, երբ որ ես մտնում եմ իմ Զամբյուղը, ինձ այնտեղ նաև ցույց է տալիս ինչ որ ակցիաներ Drive-ի կողմից։ Այսպես, այսինքն Drive Faberlic Drive-ն էլ ինքը մի հատ առանձին, ասենց ասենք, ծրագիր է, որին դու էլի մասնակցում ես, լրիվ ուրիշ ակցիաներ ու ուրիշ էլի քեզ խաղարկություններ են տալի։ Օրինակ լինում է, ասում է, Drive-ի մասնակիցներին էս ինչ բանը նվեր։ Drive-ի էդի էլի Զամբյուղում է լինում, խառն է լինում, այս կատալոգ հələ չեմ տեսել Drive-ի, սա կարելի է նայել տեսնենք, արդյոք կա Drive-ի հետ կապված ինչ որ բան հիմա Զամբյուղում, որ ձեզ կոնկրետ ցույց տամ, կամ կարող լինի Drive-ի մասնակիցներին, այս ինչ շարքի դուխիները 70 կամ 80% զեղչ։ Так, like Faberlic չէ, հələ այս կատալոգ Drive չկա, որ ձեզ ցույց տամ, բայց լինում է նաև իմ Զամբյուղի մեջ հատուկ ակցիա Drive-ի մասնակիցների համար երեխեք ջան։ Так, էսի Drive-ի ուսուցումը հիմա եկեք հարցերին պատասխանեմ ես ձեզ, որտեղ դուք հարցեր ունեք, արդեն կարող եք տալ հարցերը, խնդրեմ։ Լյան, դու ոնց որ հարց ունեիր։ Հա, քնար ջան, էսա գրեցի հարց։ Փակե Վիկտորը։ Ահա, ինձի կուպոններ ա եկել, այնտեղ հնարավոր ցույց է տալի, հեսա մտնեմ Faberlic-ը ասեմ։ Ու ամեն ապրանքին ինչ որ sense բան ավելացնելուց ինքը գալիս է 1 միլիոն ռուբլի, էդի ինչա, ինչ պետք է անենք էլի դա։ Հա, դա VP, ինձ թվաց VP հետ է քո հարցը կապված, բայց դա էլ ունեմ, բայց հեսա կասեմ։ Արի VP հետ կապված հարցը տուր։ Հա, որ ասեցի ժամացիցի հետ կապած, էդի ես ավելի sense ոգևորվեցի։ Հիմա ես կարամ մասնակցեմ կոնկրետ, ես հաջորդին անում եմ 20,000 ու ոնց ասեմ 200 բալի, հա, 200 բալի առևտուր գնում։ Ու ես մասնակցում եմ այդ ժամացիցի ակցիային, թե չէ, ակցիայի նվերա։ Լյան, դու որ անում ես հիմա, դու VIP ստաժը տես այնքան հասցնում, մինչև դու պետք է 200 անգամ անում ես VIP, ահա,
լավ, Էդի հասկացա։ տես քանի տարի է։ Լավ, հասկացա, գնացան, եկի ուզում իմանալ։ Պատկերացրեցիք։ Հա, այսինքն ինքը VIP ստաժ է կոչվում, դրա համար կոչվում է VIP Ահա, ստաժ։ Դու ինչքան երկար ես անում, այնքան քո ակցիաները շատանում են։ Ես ասեցի, հա, չէ, որ դառնում ես 2 անգամ VIP սենց է ակցիան, որ այսի 3 անգամ VIP չէ, ահա, 19 անգամ VIP, 100 լավ, անգամ արդեն VIP, հասկացա, քննարկան դա, հա։ այ տենց է։ Էլով VIP-ի հետ կապված հարցերը մի հատ վերջացնենք ու անցնենք մյուս հարցերին, հա, այդ կուպոնների հարցը հասկացա, հեսա կպատասխան։ VIP-ի հետ կապված ով ունի հարց։ Շատ լավ։ Так, հիմա ուրեմն